Լուրերի թողարկումն է շարունակվում հարգելի հեռուստադիտողներ, այժմ վերլուծությունների ժամանակն է եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ հենց այդ մասին կուզեիք որ խոսեք։ Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ բունկերը, այսինքն Թեհրանում հարված է եղել եւ ենթադրում են, որ դա հարված է եղել այն բունկերին, որը ուրեմն որտեղ գտնվում է Խամենեին։ Դե Իսրայել կացի հայտարարությունն էլ հաշվի առնելով պաշտպանության նախարարի այսպես ասեմ, մեկ հերկվել է այդ լուրը, որ բունկերին է, մեկ հաստատվում է, մեկ այսպես, այսինքն հստակություն չկա մեծ հաշվով։ Մնում է պարզել, եթե ասма լույսը բացվի Խամենեիի համար, ուրեմն ողջ է, եթե չբացվի, ուրեմն մահացած է։ Համենայն դեպս կարծում այդ մասին կիմանանք հաջորդ օրերի ընթացքում արդյոք հարվածը բունկերին էր եւ արդյոք վնասվել է Խամենեին թե չէ, բայց Իսրայելը շարունակում է գործողությունները, վերջին զարգացումներն այն են, որ ուրեմն հետաքրքրական տեղեկություններ կա, որ Չինաստանից 3 ինքնաթիռ է գնացել Իրան, ընդ որում խաբուսիկ ճանապարհներով տրվել է, որ այդ ինքնաթիռները պետք է գնան Եվրոպա, բայց Եվրոպա չեն մտել, Իրանում են իջել ենթադրում են, այսպես ֆլայ ռադարով նայել են, տեսել են, որ այդ ինքնաթիռները Իրան են գնացել, ընդ որում այնպիսի ինքնաթիռներ են, որոնք կարող են զենք զինամթերք տեղափոխել, անգամ հրթիռներ, եւ սա խոսում է թե ինչքան սուր աշխարհ քաղաքական պայքարը Չինաստանը, Ռուսաստանը միասին Ռուսաստանը միջև շատ ավելի զգուշ էր, բայց հիմա Չինաստանը այդ միասին այսպես դատապարտեցին Իսրայելի ուրեմն գործողությունները։ Չինաստանը ասաց հատկապես Իսրայելին, բայց Պուտինը բնականաբար։ Այո, եւ այստեղ ունենք իրավիճակ, որ Թրամփը ասել է, որ 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի, ելի իր սիրած 2 շաբաթը։ Այսօր Ջոն Բոլթոնն է լսում իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականին, ասում էր մնում է սպասել տեսնել Թրամփը, ելի այդ գիտեք չէ, այդ Trump always checks out, այդ արտահայտությունը Թրամփի տակո են ասում, չէ, որ միշտ փախնում է, ասենք իր ասածներից։ Հարցից եւ իր ասածից։ Հիմա հետարքիրակը փախնի ես խնդրից թե չէ, բայց Ջոն Բոլթոնը այսպես ասում է, որ ինքը իրականում ըստ Ջոն Բոլթոնի իհարկե, ինքը ես բան չգիտել ինչ անի, այս է իրավիճակը, բայց ասեմ ձեզ իր մագախմբակ, այսինքն Թրամփի համար քաղաքական մեծ գին ունի սա, որովհետև իր մագախմբակցությունը շատ կտրուկ բաժանված է այս հարցում։ Եվ ընդհանրապես իր կողմնակիցները, հանրապետական կոնգրեսմենները, սենատորները խիստ բաժանված են այս հարցում եւ Թրամփի համար քաղաքական լուրջ ռիսկեր է պարունակում, անգամ իր ասма PR-անող շատ լուրջ Թաքեր Քարլսոնը ընտրությունների ժամանակ, այո, դուրս եկավ իր դեմ Տեդ Կրուզի հետ հարցազրույց ունեցան հանրապետական սենատորին, ամեն հայտարարություններ իրար վիրավորում էին, կպնում էին եւ այլև այսպես շարունակ, բոլորը այսօր այդ հարցերն են տալիս եւ տեսնենք, բայց մի տեսակետ էլ կա, որ այդ տեսակետը ներկայացնեմ, որ այս քայլով Թրամփը փորձեց ել ավելի անկանխատեսելի դառնել, որտեղ երեկվա հայտարարություններից հետո շատ ակնհայտ դարձավ, որ Ամերիկան հարվածելու է։ Երրորդ ավիակրի ուղարկումը։ Այո։ Ջերալդ Ֆորդի, թե չեմ սխալվում։ Դա կարծեմ ամենանորագույն ամերիկյան ավիակիրն է, ամենավերջին պատրաստվածը, ամենամեծ հնարավորություններով։ Եվ ենթադրում եմ, որ այս քայլով, այսինքն քանի որ ինքը չի սիրում կանխատեսելի լինել, ենթադրում են այս քայլով ինքը այսպիսի մի մանևր արեց, այդպիսի հավանականություն կա, որ իր հարվածը իբր թե անսպասելի լինի։ Բայց տեսեք, ինքը ընդամենը 1 օր առաջ, երբ որ այս հարցը տվեցին, գնում են նավերը, մենք պատրաստ ենք, մենք որքանով կմիջամտենք, ասենք, որ կոնգրեսը պիտի նախ որոշի պատերազմելու իրավունքը, եւ երկրորդն էլ ինքը անձամբ ասեց, որ եթե կարիք լինի կմիջամտենք, բայց կարծում եմ, որ մինչև մեր միջամտելը հարցը որոշված կլինի։ Ինքը այնքան տարբեր բաներ է ասում, չեք պատկերացնի։ Երեք մի հարցազրույցի մեջ ինքը այնքան տարբեր բաներ է ասում։ Վերջին տպավորությունը, ինքը ասեց վերջնական ուլտիմատում եմ տվել, այսինքն վերջնական ուլտիմատում, դրանից ենքոմ ուլտիմատում չի լինում, հա։ Հիմա էլ խնդիրը հետեւյալն է, որ չէ, բայց ռազմական էքսպերտները մի կարևոր բան են ասում, 3 ավիակրի կուտակումը մի վայրում Ծայր արդեն ռազմական գործողությունների նախադրյալ է։ Սա այսինքն նույն ռեգիոնում 3 ավիակրի կուտակումը դա հուշում է, որ ռազմական գործողություններ են տեղի ունենալու։ Այսինքն սա հենց այնց 3 ավիակիր չեն, որ այդքան ծախս չեն անում եւ այլն։ Ավելին ասեմ, ուրեմն այդ ամբողջ խումբը պատրաստ կլինի ռազմական գործողությունների 3-ը միասին շաբաթ օրվանից մինչև 2 շաբթի արանքում, այսինքն մեծ հաշվով Թրամփը դեռ ժամանակ ունի, այս պահին իրենք պատրաստել չեն։
եթե ուզում են 3-ն էլ մասնակցեն ինչ որ ձևի, 3-ն էլ մասնակցեն, ուրեմն պետք է իրենք մի քանի օր սպասեն։ Այսինքն եւ մի բան էլ որ Արարչի հետ հանդիպում են ունենալու Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, եթե չեմ սխալվում, արտգործնախարարները եւ Ամերիկայի համաձայնությունը կա այդ հարցում։ Եվ խնդրել են կարծես թե ժամանակ տալ եւ ենթադրում եմ որ Թրամփը սպասում է նաեւ տեսնի արդյունք կլինի այս հանդիպումից հետո իդեպ Մերցը հայտարարություններ արև շատ խիստ է, այսինքն Իսրայելին սատարել էր եւ ասել էր ինքը այսպես հարգում է շատ եւ հպարտանում է Իսրայելի բանակով, որը կեղտոտ աշխատանքը մեր բոլորի փոխարեն կատարում է։ Իրանից կանչեցին արտգործնախարարություն, դեսպանին արտգործնախարարություն, այսինքն չգիտեմ արտգործնախարարության շենքը կա թե չէ ուր են կանչել, բայց այսօր Մերցը, քանի որ բանակցությունները առաջ մի փոքր մեղմեց ռետորաբանություն, ասեց ես խնդրել եմ Իսրայելին մի քիչ ավելի մեղմ գործողություններ իրականացնել։ Չած ձեռառնոցի է, բայց ավելի մեղմ գործողությունը որն է։ Այժմ ժամանակն է որ գնանք գովազդային դադարի, վերադառնալուց հետո գուցե դարձյալ անդրադառնանք Իրանին, բայց հատկապես հայաստանյան իրադարձություններին։ Serial ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս, դու դեռ փնտրում ես մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես, մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են, Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր, դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Վերլուծությունների ժամանակն է, այստեղ Արմեն Չիբուխչյանը, հայաստանյան թեմաներին մինչև անդրադառնալը մի հարցի պատասխան կուզեի լսել, պարոն Չիբուխչյան, արդյոք աշխարհը թերագնահատում է կամ թերագնահատում էր Իրանի կարողությունները, որովհետև մինչև այսօր Իրանը շարունակում է եւ բավական հզոր հակահարված հասցնել Իսրայելին։ Տեսեք, հա, Իրանը չի կարողանում այլևս հզոր հակահարված հասցնել Իսրայելին, որովհետև իրանական մեդիաները տարածում են, թե ինչ մեծ ավերածություններ են պատճառել Իսրայելին, դա սուտ է, իրականում առաջի 2 օրն են եղել ամենածանր հարվածները Իսրայելին, Բալիստիկ հրթիռները վերջին 2 օրերին չեն։ Որտեվ իրենք երկար չէ, առաջին մոտ 400 հրթիռ, 300-400 հրթիռ առաջի օրերին։ Հիմա 10-10-ից 20 հարված մաքսիմում են կարողանում իրենց թույլ տալ, որտեվ այդ հրթիռային համակարգերն են ոչնչացնում իսրայելցիները եւ կեսից ավելի ոչնչացրել են արդեն եւ նաեւ հրթիռների պահեստներն են ոչնչացնում բնականաբար իրենք 20 տարուց ավել է ստեղծում են եւ ոչ մեկ իրական թիվը չգիտի թե ինչքան են կարողացել ստեղծել տարբեր ենթադրություններ կա առանձին ենթադրություն թե ինչքան ունեն ինչքան կարող են սարքել եւ այլն չխորանենք այս մասին շատ ենք խոսել այս իմաստով, բայց խնդիրը հետևյալն է, որ իրենք ըստ էության այսօր արդեն ի վիճակի չեն, օրինակ միաժամանակ 100 կամ 80 հրթիռ ուղարկել։ Ինչու է թվում, ինչու են այդ հարվածները թվում։ Մենք Իրանից կադրեր չունենք, շատ կադրեր չունենք, որովհետև հատուկ են կադրեր, որովհետև փակ երկիր է, ինտերնետն անջատված է, հատուկ են ստանում ենք, բայց Թեհրանից եկողները պատմում են, թե ինչ ահավոր է, ասենք, ամեն օր հարյուրավոր հարվածներ, հարյուրավոր ու ծանր այսպես ռումբեր են նետում, ավերելով պետական հիմնարկները, ռազմավարական օբյեկտները եւ այլն, բայց միջուկային օբյեկտները ուրեմն այսպես էլեկտրոնիկ ջրի ռեակտորին հարվածեցին եւ այլն։ Այսինքն իրականում Իսրայելի օդուժը հիմա դոմինանտ է իրանական օդում, ինչ ուզում անում է։ Բայց քանի որ Իրանի տարածքը շատ փոքր է, այսինքն կոպիտ ասած մի Թեհրանի չափ տարածքի ամբողջ Իսրայելը։
Իսրայելի տարածքը։ Այո։ Ուրեմն ամեն մի հարված ցավոտ է իրանց համար, հա։ Երեք օրինակ նախորդ 2 օրերը համարյա հրթիռ չէր հասել։ 3 ցավոք սրտի կարողացան հարվածել հիվանդանոցին, եւ ընդ որում ասեմ դες հարցերն է, որ բացի հարվածելուց ինչ որակի հարված են հասցնում, չեն կարողացել ոչ մի իսրայելական ռազմավարական օբյեկտ ենթակառուցվածք չեն կարողացել վնասել, հա, լրջագույն, եւ հարվածները հիմնականում հասնում են կամ անապատին կամ հիվանդանոցներին կամ տներին եւ այլն, հա։ Հիմա երեք օրինակ Սորոկա, եթե չեմ սխալվում, կոչվում է, այդպիսի հիվանդանոց կա, կարողացել են դրան հարվածել, բայց քանի որ իսրայելցիները հաշվարկել են, որ այդպիսի բան կարող է լինել, հիվանդանոցի հիվանդներին տեղափոխել են նկուղային հարկ։ Եվ ըստ էության երեկվա հարվածներից զոհ չկա, վիրավորներ կան, բայց զոհեր չկան դեռ այս պայթրությամբ։ Դե պատկերացրեք, եթե դու օգտագործում ես բալիստիկ հրթիռ, սա բարեբախտաբար զոհեր չկան։ Իհարկե մենք Իրանում էլ չենք ուզում որ քաղաքացիական զոհեր լինի, որտեղ քաղաքացիական մարդիկ ընդհանրապես մեղավոր չեն, հա։ Մեղավոր են, որ չալմեքավորին են բերել իշխանության եւ այլն կամ դուրս չեն գալի, բայց դե հիմա հասկանալի է այդ վիճակը, պարզ է, չէ։ Իրանք դրա համար կյանքով չպետք է վճարեն։ Հետաքրքիր բան ասաց այսօր Նեթանյահուն ներողություն ասաց, որ մենք կվերացնենք այդ միջուկային հնարավորությունները, իսկ Իրանի ժողովուրդը թող ինքը որոշի իշխանապահությունը։ Չէ, իրանք Իրանի ժողովրդի հետ շատ խոսում են, իրանք հատուկ բաժին ունեն, աշխատում են Իրանի ժողովրդի հետ, Իրանի ժողովրդին համարում են բարեկամ ժողովուրդ, բայց նորից եմ կրկնում, ոչ Իրանի ժողովուրդը, ոչ Իսրայելի ժողովուրդը, այս ամեն ինչ չպետք է տուժի, որտեղ մենք դեմ ենք որևէ քաղաքացիական զոհի, հասկանում եք։ Սա ուրեմն ճիշտ չի։ Եվ հարվածել են հիվանդանոցին եւ ինչպես ասացի, դա են կարողացել անել, բայց օֆիցիալ տվյալներով մինչև 90% իրանական հրթիռները խփվում են օդում։ Այսինքն իրականում դա պրոպագանդա է, ուղղակի այդ էֆեկտը փոքր տարածքում ավելի մեծ է թվում մի հրթիռի ընկնելը, քան ասենք Իրանում, որը 70 Իսրայելի չափ է։ Չնայած ասեմ, այսօր ես մի տեսանյութի փնտրելուց YouTube-ում նյութերը նայելուց բախվեցի, որովհետև կարծես թե մի ամբողջ քաղաքի ավերածություններ էին ցույց տալիս ու ասում էին, որ սա Իսրայելում է Իրանի հարվածի արդյունքում։ Այդպեսի այո, 2.35 են ոչնչացրել սուտ, այդպեսի բան չկա։ Իդեպ ասեմ ձեզ, ռուսական քարոզչությունը Հայաստանում դե բազմաթիվ են, չէ, տարածում էին թե իբր փախնում են Իսրայելից, Թել Ավիվը պանիկայի մեջ է եւ այլն, բայց փախնում են Թեհրանից, իսկ ես ասեմ, որ այնտեղ անգամ ծովափներ են գնում, իրոք ռեալ այդպես է։ Այսինքն մարդի այսօրվանից որ արդեն թեթևացնում են, բացում են որոշակի հիմնարկներ, դա է փաստը, ուրեմն, այսինքն մենք պետք է ներկայացնենք այն ինչ որ կա, իսկ ինչ որ կա դա է։ Լավ, ուրեմն սպասենք վաղվա նորություններին, տեսնենք բունկերից հետո ինչ է եղել։ Բայց հասնում են, որտեղ հակահրթիռային պաշտպանությունը ունակ չի բոլոր հրթիռները, այն բալիստիկ հրթիռները բոլորը 100%-ով խփել։ Դա կանոն է, դա այդպես է, այս բանի չկա այդպիսի համակարգ, որ 100%-ով սաղ մաքրում է օդից։ Գանք հայաստանյան լուրերին, ավելի ճիշտ լուրերին այն մասին, որ փաստ է արդեն, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով, եկեղեցին բողոքում է դրա դեմ հայտարարությունների անում, 3 Մոսկվան շատ կոպիտ արձագանքեց այս ամենին, բայց այսօր նույն Զախարովան, որ 3 ինչպես էր արձագանքել, այսօր ավելի մեղմ, որ ով էլ լինի մեր երկրի քաղաքացին մենք պիտի պաշտպանենք, այսքան բան, շատ բան չասեց։ Բա Ռուբեն Վարդանյանին չեն ուզում պաշտպանել։ Այ եկեք այդ մասին խոսենք։ Լավ, այսպես տեսեք, ես քաղաքական ասպեկտը կներկայացնեմ վաղը ERT-ի եթերում իմ YouTube-յան լայվով, թե ինչու այս ամեն ինչը տեղի ունեցավ քաղաքական մասով։ Այստեղ Թուրքիայի դերի մեծացման ուրեմն վտանգը կա Ռուսաստանի համար, իսկ գիտեք Հայաստանը վերջին տեղն է, որը ինքը պահում է ազդեցությունը Կովկասում։ Ոչ Ադրբեջանը մի քայլևս ունի ազդեցություն։ Վրաստանում ասում են, այո, Իվանիշվիլի եւ այլն, բայց մեծ հաշվով ինքը ռեալ ազդեցություն Վրաստանի վրա չունի։ Իվանիշվիլիի ցանկությունից է կախված, թե որքան Ռուսաստանը ազդեցություն կունենա Վրաստանում։ Հասկացաք տարբերությունը, այսինքն, բայց ռեալ որ ինքը կարող է մնալ Կովկասում, դա միայն Հայաստանի միջոցով է, իսկ հիմա Թուրքիան ուժեղացնում է իր դիրքերը։ Այսինքն այս մասով վերլուծությունը վաղ ես ում հետաքրքիր է թող լսի, ինչու է ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, բայց տեսեք, ուրեմն ես մտահոգված եմ մի պարագայով, որ ուրեմն այս ամեն ինչը էլի սիլիբիլի կդառնա եւ էլի չեն վերցնի հեծը եւ ուրեմն չեն
վաճառի նորմալ ընկերությանը եւ այլն։ Այստեղ մի վտանգի մասին ազգայնացվելու է ասում։ Ես շատ հուսով եմ, բայց այսօր խոսում էին, ես տեսա ԿՊ-ականները ասում են այդպիսի օրինագիծ չկա ազգային ժողովում, հենց ԿՊ-ականներն է, վարչապետը ասում է կա, ԿՊ-ականները ասում են չկա, այսինքն մեկը մեկին պետք է հասկանա, կա թե չկա հիմա վերջը կամ Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարական էր տվել։ Դե հա, բայց հիմա այսօր օրինագիծ ազգային ժողովում դեռ չկա բնականաբար։ Դե դա ուզում ասեմ թող իրանք հասկանան, հա, բայց այստեղ մի կարևոր վտանգի մասին եմ ուզում խոսել։ Ուրեմն ազգային նախ էլի եմ ասում, եթե դեմոկրատիայի տեսանկյունից մեծ հաշվով Սամվել Կարապետյանը այնպիսի մի բան չասեց, որ իր հանդեպ դատական գործ, այլ հարցը քաղաքական կոնտեքստը, որ մենք հասկանում ենք, հա, ինչի մասին է խոսքը։ Բայց ռեալ, եթե գնում են, ուրեմն պետքա միջև վերջ գնան, որպեսզի եւ պիտի այնպիսի քայլեր անեն։ Այո, որովհետեւ ռեալ այստեղ կարևոր է հասկանալ, որ ինքը ասեց, հա, մենք մեր ձևով կմասնակցենք։ Հիմա կարող է, ասում եմ, եթե պետական գործիչներ չանեն, մենք մեր ձևով կմասնակցենք, կարող է բան ավեստում, մի հատ ինչ-որ մի հատ գրառում ավեստում, գնում է կանգնում է, ասենք, մի կպեկ եկեղեցունի մասնակցություն է, չէ։ Սամվել Կարապետյանը։ Ես ասնցրեշտեցի, մենք հասկանում ենք իրականում, բայց իրավական տեսանկյունից այս դատական գործը ապագա չունի իմ կարծիքով, որտեղ չեն կարողանալու ոչ մի բան վրան ապացուցել, բայց Եթե հեծը վերցնում են, ինչին ես կողմ եմ երկու ձեռքով եւ ես կողմ եմ ռուսական գործակալական ցանցին, Սամվել Կարապետյաններին, մնացածին երկրից դուրս շպրտելու, ես դրան կողմ եմ, կրկնում եմ, բայց դա պետք է անել ճիշտ ձևով, որպեսզի չհամարեն, որ Հայաստանում հենց մեկը ինչ որ մի բան Փաշինյանի ուզածով չի ասում, օրինակ իրան բռնում ձերբակալում են, հա, հասկանան, որ բարեփոխում է Փաշինյանը, դիվերսիֆիկացնում է Փաշինյանը, իրոք անցելագործի Փաշինյանը, եւ այստեղ շատ կարեւոր է, օրինակ Երբ որ դու վերցնում ես, ես 30 վայրկյան ուղղակի վերցնում ես պետականացնում ես, դա կոմունիզմ է, որը վատ է անկարվում արևմուտքի կողմից։ Օրինակ շատ լավ կներ, որ Փաշինյանը ասեր լավ չի կառավարվում, մենք կգտնենք ավելի լավ կառավարիչ, այսինքն խախտումներ պետք է գտնվի, չէ՞ որ։ Լավ պիտի ազգայնացվի, որ հետո գտնեն լավ կառավարիչ։ Առանց ազգայնացնելու չեն կարող։ Ես հուսով եմ, հենց այդ եմ ասում, դրա համար որովհետև ասում, սա կոմունիզմ է, որովհետև դուք գիտեք, այստեղ ոնց են վերաբերում այդպիսի բաներին, եւ երկրորդն է անարդյունավետ է այսօր պետական կառավարումը այդպիսի օբյեկտների եւ աշխարհը կարող են 50-50 անել 40% անել եւ այլն, բայց պետք է անպայման դիվերսիֆիկացնել, այ օգտվել առիթից այս իրավիճակով եւ իսկ եթե դա ուղղակի Սիլիբիլիա խաղերը էլի այսօր դուք ասեցիք Զախարովան մեղմացրեց, էլի այս կողմ էլի այն կողմ նորից պետքա վերջում այդ նույն շրջապատուտը լինի, դե գիտեք, այս արդեն լուրջ չէ։ Չէ, ինձ ուրախացրեց փաստը, որ արտգործնախարարությունը դիմեց Ռուսաստանի արտգործնախարարության հատկապես Սալավյովի ելույթից հետո։ Թող փակեն։ Ես Երիկին լայվում եմ ասացի։ Թող փակեն, թող փակեն։ Առիթը նորից եկել է, թող փակեն, թող մի բան անեն, որ մեր արևմտյան գործընկերները Շնորհակալություն, մեր ծրագիրը այսօր սահմանափակվեց, մեր հանդիպումը նույնպես, կհանդիպենք վաղը ուղղակիորեն ձեզ հետ Արուսյակն ու Դերենիկը, իսկ Արմենը կներկայանա YouTube-յան լայվով, ցտեսություն։ Հաջողություն։